Որքան վտանգավոր է խորհրդավոր տենդը, որ Երևանյան կոչեցին։ Ինքնազգացողությունը կտրուկ վատ թրանում է։ Ջերմաստիճանը հաճախ բարձրանում 38-ից 40 աստիճան եւ ուղեկցվում որովայնի, կրծքավանդակի կամ հոդերի ցավերով։ Գանգատները տևում են 3-ից 4 օր ու ինքնուրույն հեռանում։ Տենդը 20-ից ավելի անուններ ունի, մասնագետի խոսքով ամենաչստացվածը երևանյան հիվանդություն տերմինն է։ Այն որևէ կապ չունի Երևանի հետ։ Կոչվում է պարբերական հիվանդություն։ Հիվանդությունը բնորոշ է միջերկրածովյան ավազանին ապրող բնակիչներին, այսինքն թուրքերին, հրեաներին, պաղեստինցիներին, նաև Հյուսիսային Աֆրիկայի ժողովրդին, բայց ստատիստիկական տվյալները խոսում են նրանով, որ հայերի մոտ ավելի ծանր է ընթանում, Հայաստանում ապրող հայերի մոտ առավել ևս։ Թեպետ հիվանդությունն առավել բարդ է հայաստանաբնակների համար, բայց Հայաստանից դուրս գալու դեպքում համարել, որ կմոռանան հիվանդության մասին, առասպել է, ասում է մասնագետը։ Բժիշկ Մուկուչյանի խոսքով յուրաքանչյուր 3-րդ կամ 4-րդ հայը մեկ մուտացված գենի կրող է։ Ախտանշաններն ի հայտ են գալիս երկկողմանի մուտացիայի դեպքում։ Բնականաբար հիվանդությունը չի վերանա, գենետիկորեն դա մենք կրում ենք, կան տվյալներ, որ Հայաստանից դուրս կարող է ավելի թեթև ընթանալ, կամ Հայաստանից դուրս մեր հայրենակիցները ավելի կարգապահ են դառնում եւ ավելի պարտաճանաչել սկսում դեղորայք կիրառել։ Հիվանդությունը երիկամների ամիլոիդոզի կարող է հանգեցնել։ Եվս մեկ լուրջ հետևանք է անպտղությունը, ընդ որում թե կանանց, թե տղամարդկանց մոտ։ Վերջին տարիներին այն գրեթե լիովին վերահսկելի է դեղամիջոցների օգնությամբ, սակայն մասնագետն ասում է, մարդիկ հակված են մտածել, որ դեղորայքից է անպտղություն առաջանալու։ Էլինան արդեն բարդացված փուլում է իմացել հիվանդության մասին, բայց սեփական փորձից ելնելով է փաստում, որ ժամանակին բուժում ստանալն օգնում է խուսափել հետագա բարդություններից։ Արդեն երիկամների հետ կապված, քանի որ խնդիր ունեի, համ դա էինք բուժում, համ էլ կոլխիցինով արդեն սկսեցին։ Նույնիսկ առաջի օր խմել եմ կոլխիցին, հասկացել եմ, որ այդ ցավերս մեղմանում են, արդեն 3-րդ տարին է այս ամեն օր խմում եմ ու շատ լավ եմ, անալիզներս ամեն ինչ շատ լավ է եկել ու ոչ մի տեսակի այլ խնդիր չունեմ։ Իսկ ես մանկություն ունեցել եմ համ հոդերի հետ կապված խնդիր, համ որովայնի ցավ, այլ չասեմ քանի անգամ վիրահատություններ եմ տարել։ Ծնողներն ավելի վաղ են իմացել հիվանդության մասին։ Հավատալով միֆերին խուճապ չառաջացնելու համար չեն բարձրաձայնել։ Մինչդեռ Էլինան բավականին բարդ փուլում հիվանդությանն առերեսվելով է սկսել բուժումն ու գոհ է արդյունքից։ Ասում է պետք է ի սկզբանե ընդունել իրավիճակն ու վերահսկել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։